Վերադարձանք ուղիղ եթերը շարունակվում է, նորից ողջույն մեր բոլոր հեռուստադիտողներին, ժամանակն է ձեզ ներկայացնելու այսօրվա մեր հյուրերին եւ խոսելու շատ հետաքրքիր կարևոր մի գաղափարի մասին, որը մեր հյուրերը փորձելու են ու այդպես անում են, որպեսզի իրողություն դառնա մեր երկրում։ Բարի լույս եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, այսպես լուրջ թեմաներով ենք խոսելու։ Ներառական պարային խումբ պիտի ստեղծվի, այսինքն մարդիկ, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն, նույնպես պարային խմբում իրենց մասնակցություն ունենալու հնարավորություն ունենան, սա ամբողջ աշխարհի համար նորույթ չէ, բայց թերևս Հայաստանում այդպիսի խումբ ես համենայն դեպս դեռ չի լսել, որ կա կամ լինելու է։ Մի խոսքով բրիտանական խորհրդի այս նոր ծրագիրը իր դրական արդյունքը կունենա ոչ միայն արվեստի ասպարեզում, իրականում այս ծրագիրը վերջնանպատակն է օգնել մարդկանց հասկանալու, որ անհնարին ոչինչ չկա, թե առկա է կամք, հույս եւ աշխատելու ցանկություն։ Ներառական պարը օգնում է հասկանալու, որ մենք ենք որոշում, թե որոնք են մեր մարմնի հնարավորություններն ու սահմանները։ Այսպես խոսքեր է ասել մեր հյուրերից մեկ, իսկ հիմա ներկայացնենք հյուրերին։ Սիրով ներկայացնենք հյուրերին, մեր հյուրերն են բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, նրան շատ լավ ճանաչում եք, շատ հաճախ մենք լուսաբանում ենք ինչ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում։ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար բարեկամ եմ գտել Վահան Բադալյանը եւ պարուսույց Թենի Մատյան։ Բարև ձեզ, բարով եք եկել, ուրախ ենք ձեզ ողջունել եւ Թենի ջան, ոչ անունը, ոչ ազգանունը հայկական չէր։ Խնդրեմ միկրոֆոնը Թենի։ Ծագումով պարսկահայ եմ, ճիշտ է որ ասեմ, բայց ասում են թե Թենին հայկական անունն է, չգիտեմ, հին ուրարտուական Թենի։ Զով քամի, այդպես են ասում, չգիտեմ, բայց ասում են զով քամի, զեփյուր, այդպես է։ Ինչ հաճելի։ Տեսնում ես։ Դուք ամբրանը մեծ հյուրի։ Ամբրան, անպայման սիրո։ Արևիկ, խնդրենք ձեզ մի փոքր այս նախաձեռնության մասին խոսել, որը կրկին բրիտանական խորհրդի ուշադրության հերթական նախաձեռնությունն է։ Այո, նախ շնորհակալություն հրավերի համար, միշտ հաճելի է ձեր հյուրը լինել։ Այս նախաձեռնությունը ճիշտն ասած շատ վաղուց էր հասունանում բրիտանական խորհրդում, ընդհանրապես բրիտանական խորհուրդը միշտ կողմ է ներառական ծրագրերին ցանկացած ոլորտում։ Ավելի շուտ սկսեցին քայլերի դիմել անցած տարվա մարտին, երբ Հայաստան հրավիրեցին Կանդուկո ներառական պարային խմբին։ Շատ ջերմ էր ընդունելությունը հայ հանրության կողմից, ինչպես նաև այստեղ կազմակերպեցին տարբեր միջոցառումներ, workshop-եր, տրեյնինգներ հայ հենց տարբեր արվեստագետների կողմից, ովքեր ունեին տարբեր հաշմանդամություն, եւ մենք հասկացանք, որ հասունացել է պահը արդեն այս ծրագիրը նույնպես Հայաստանում առաջ մղելու։ Նախ ուզում եմ ասել, որ ծրագիրը ինքը նորովին է, հիմա կնկարագրեմ ինչով, բայց գիտեմ, որ Հայաստանում նաև կան շատ այլ խմբեր, ասենք երգչախմբեր, պարային խմբեր, թատերական խմբեր, սակայն այս ծրագիրը որակապես տարբերվելու է նրանով, որ պարզապես ինքը չի լինելու խումբ, այլ մենք շատ ուրախ ենք, որ փոքր թատրոնը համաձայնել է համագործակցել եւ կդառնա հենց այն թատրոնը առաջինը Հայաստանում, որ կունենա հենց այդ ներառական ուղղվածությունը եւ մարդիկ հաշմանդամություն ունեցող մարդիկ հնարավորություն կունենան իրենց պոտենցիալը տարբեր ձևով ռեալիզացնելու, իրականացնելու հենց այս թատրոնի միջոցով եւ մենք հետագա ծրագրեր էլ ունենք, որպեսզի այն նաեւ կրթական ոլորտում զարգանա եւ մարդիկ, ասենք, ովքեր ուզում են զբաղվել արվեստով, հենց կրթությունը սկսեն հենց այս ոլորտում եւ հետագայում արդեն կարողանան թատրոնում աշխատել որպես դերասան կամ որպես դերասաններ եւ նաեւ կա մի այլ հետաքրքիր մաս, որ մենք ուզում ենք թատրոնը եւ հատկապես այս ծրագիրը դառնա ինքնաֆինանսավորվող եւ բերելով էլի տարբեր երկրների փորձ, հատկապես Իսրայելի փորձը, որով ես շատ ոգեշնչված եմ, մենք ուզում ենք, որպեսզի լինի ինչ որ մի կառույց, որտեղ կարողանան նույնպես աշխատել հաշմանդամություն ունեցող մարդիկ, օրինակ կոնկրետ Իսրայելում դա կաֆե էր, որտեղ հենց մատուցողները հաշմանդամություն ունեցող մարդիկ են եւ այդ բոլոր շահույթը գնում էր թատրոնին, որը ֆինանսավորվում էր հենց այդ կաֆեի միջոցով եւ դրանք արդեն հեռու գնացող նպատակներ են։ Կառույցներ դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանում կարծես թե կար, չէ,
գույրերի կոմբինատ կար, մարդիկ որոշակի զբաղվածություն ունեին, այսինքն բացի այն, որ ժամանցի տարբերակներ ունեին, նաև գտել էին տարբերակ, որ դրանք ինչ-որ արտադրություն էին ունենում, այսինքն ֆինանսական միջոցներ էին նաև վաստակում, որոնք նաև օգտագործում էին իրենց կյանքի մնացած բոլոր նպատակների համար, այդ թվում նաև տարբեր միավորումներ ունեն մշակութային ինչ-որ գործունեություն եւ այն այսօր մի քիչ փլուզումից հետո այդ ամեն ինչը մի քիչ ամեն ինչ խառնվեց իրար, գույրերի կոմբինատը կարծես թե այդպիսի կոմբինատ կամ արտադրություն չկա եւ այս նախաձեռնությունը այս առումով կարեւոր է։ Այսինքն զբաղվածությունը ապահովելու համար շատ կարևոր է։ Հետաքրքիր մի բան հիշեցի հենց հիմա, բոլորովին վերջերս հաշմանդամների հետ համագործակցության արդյունքում, երբ զրուցում էի նրանց հետ ու ասում էի, որ եկավ մի պահ, որ հաշմանդամություն բառը որոշեցին, որ վիրավորում է այդ մարդուն եւ պետք է դարձնել սահմանափակ հնարավորությունների, կարողություններ ունեցող մարդիկ, պարզվեց, որ դա նրանց ավելի է վիրավորում, քան ասում եմ, ես հաշմանդամ եմ, ես սահմանափակ կարողություններ չունեմ։ Օրինակ, եթե հիմա ես նստեմ համակարգչի մոտ եւ դու նստես համակարգչի մոտ, մեզանից ով է ավելի սահմանափակ կարողությունների տեր։ Իհարկե դու, այսինքն ես սահմանափակ կարողությունների չեմ։ Հիմա ինչ որ խճճվել ենք, չգիտենք ինչպես ներկայացնել հաշմանդամ, սահմանափակ կարողությունների։ Իսկապես, եթե խորը մտածում ես, մարդը, որը կարող է սպասարկել, համ մատուցող աշխատել, մարդը, որ կարող է թատրոնում խաղալ կամ շատ լավ երգել, ավելի լավ, քան դու, ով է սահմանափակ ավելի շատ դու թե նա, իհարկե դու։ Այո, միանգամայն համաձայն եմ, հիմա այս ժամանակահատվածում ընդունված տերմինը հենց դա է, սահմանափակ հնարավորությունը, բայց միանգամայն համաձայն եմ, ես ինքս կարող եմ ունենալ շատ սահմանափակումներ, օրինակ գերմաներեն չեմ կարող խոսել, ուրեմն ես էլ եմ սահմանափակ հնարավորությունների տեր անձնավորություն, այնպես որ այդ տերմինը բոլորովին տեղին չէ, ես կասեի։ Թենին հարցը ուղենք եւ այսպես ինչպիսին է լինելու ձեր դերակատարումը այս նախագծում եւ արդյոք պատրաստ եք հաշմանդամների հետ աշխատել որպես կոնկրետ ինչ եք անելու եւ ինչպես սովորեցնել այ հաշմանդամ արդեն խոսում է այն մասին, որ հաշմված անդամ ունի, ինչ որ մի անդամ չի աշխատում։ Սովորաբար լրիվ կատարյալ ֆիզիկական իմաստով նկատի ունեմ, մարդկանց նույնիսկ շատ դժվար է ապրել սովորեցնել։ Այս դեպքում երգելը նո պարզ է, երգել, նկարել, տարբեր բաների, բայց ապրելը մի քիչ դժվար ենք պատկերացնում։ Գիտեք ինչ, մի արագ ուզում եմ անդրադարձ անել նախկին հարցին, շատ պիտի ներեք, ուղղակի ես այն անձանցից եմ, որ ընտրվեցի բրիտանական խորհրդի կողմից, որպեսզի գնանք Անգլիա վերապատրաստման, մենք եղել ենք 3 շաբաթ վերապատրաստման ընթացքում եւ այդ 3 շաբաթի ընթացքում հանդիպեցինք տարբեր անձնավորությունների հետ, այսպես հաշմանդամ կամ սահմանափակ հնարավորություն ունեցող անձինք հետ եւ աշխատեցինք եւ մի տղաներից մեկին հարցրեցի ես, քանի որ մեզ հետ հայ կներ Հոբոսյան, ով ունի լսողական խնդիր, լսողության հետ կապված, հայկը շատ ուզում էր իմանալ, որ այս տղան ովքեր վիլչերի վրա այսպես նստած ինչպես ազգում իրան, ասեց դու ինչ խնդրեմ ունես։ Տղան այսպես նայեց, շատ այսպես խորը հայացքով, ասեց ես խնդրեմ ընդհանրապես չունեմ։ Ես ուղղակի տարբեր եմ։ Եվ բոլորս մի տեսակ այսպես խոր լռություն տիրեց այս պատասխանի վրա, այնպես որ այդտեղից էլ սկսվեց ամբողջ գաղափարախոսությունի մեջ ծավալվել, որ ուղղակի պետք է տարբեր ձևով մոտեցում ցուցաբերել։ Իսկ դա ես աշխատում եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում որպես դասախոս, աշխատում եմ շատ սովորական, նորմալ պայծառ ուսանողների հետ, բայց ես կյանքում առանց այս տրեյնինգի երբեք չէի համարձակվի անգամ փորձ անել աշխատելու այսպիսի ներառական սահմանների ներքո, որովհետեւ ոչ միայն պարն է խոսում, ոչ միայն թատրոնն է, ոչ միայն երաժշտությունն է, ուղղակի հոգեբանական մեծ պատասխանատվություն եւ խնդիր կա այս ասպարեզում, որը պետք է շատ պատրաստված լինենք եւ շնորհակալ եմ բրիտանական խորհրդին, որ տվեց ինձ այդ պատրաստակամությունը եւ պատրաստվածությունը։ Իմ դերը լինելու է, քանի որ մենք անցել ենք հատուկ դպրոց, այսպես ասած, եւ շարունակական լինելու ենք կապի մեջ կանդուկոպարային խմբի հետ, մենք արդեն ունենք մասսա, ունենք, այսպես ասած, ծավալ աշխատանքային, որի հիման վրա պետք է սկսենք արդեն աշխատել մյուս տարվա սկզբից հույսով եմ, եւ
Ես լինելու եմ այսպես տրեյներներից մեկը, ով կվարժեցնի, մեկ մարզիչ չի լինելու։ Այո, մեկ մարզիչ չենք, երկուսն ենք, Վահանը մեկն է, Հայկ Հոբոսյանը երրորդն է, Մարիաննան Պողոսյանը չորրորդն է եւ ունենք Սեդա White, ով մեզ հետ միացավ Լոնդոնից, ինքը նաեւ այսպես թատրոնի դերասանուհի է եւ ղեկավար է։ Այսպես մի հատ 5 հոգանոց մեծ թիմ ենք, որ յուրաքանչյուրս ունենք մեր ներդրումը յուրովին։ Ինձ թվում է Վահանը կկարողանա։ Խնդրեմ, միացեք փոքր թատրոնի դերակատարում ու ձեր դերակատարումը այս նախագծում։ Փոքր թատրոնը առհասարակ այդպիսի համբավ ունի տարբեր ծրագրերին միշտ արձագանքելու, այս անգամ էլ մեծ հաճույքով եւ ես որպես ռեժիսոր միշտ սիրում եմ նմանատիպ ծրագրերի մեջ ներգրավված լինել, ստեղծագործել, որովհետեւ միշտ հետաքրքրում է նոր աշխարհներ բացահայտելը, հա, ներառական նմանատիպ խումբ ստեղծելով ես հաստատ վստահ եմ, որ հաստատ նոր անհատականություններ եմ բացահայտելու, նոր տեսակ եմ տեսնելու եւ մեր խնդիրը այստեղ վերջին, հա, գերնպատակը ստեղծել մի ներկայացում, որտեղ որ կմասնակցեն սահմանափակ հնարավորություն ունեցող տերմարդիկ եւ պրոֆեսիոնալ դերասաններ, պարողներ ու այդ ներկայացման շնորհիվ ցույց տանք հանրությանը մարդկանց, որ այս աշխարհում եթե դու ունես որևէ բան անելու ցանկություն, ոչինչ չի կարող քեզ խանգարել, թե ֆիզիկական սահմանափակումները, թե մտային, թե տարբեր տեսակի։ Եվ այս տրադիցիան կարելի ասել, ես կուզեմ, որ մտնի մեր հասարակության մեջ, որպեսզի մենք այդպես թերահավատ չլինենք կամ թերահավատ հայացքով չնայենք այդպիսի մարդկանց աշխարհում, որովհետև մենք փողոցներում ենք տեսնում նման խնդիրներ ունեցող մարդկանց, բեմերում ենք տեսնում նմանատիպ մարդկանց եւ ի վերջո ոչ ոք մեզանից ապահովագրված չէ յուրաքանչյուրս վաղ կամ մյուսօր կարող է լինել արդեն ներկայացումը, ինչպիսին պետք է լինի շեշտադրումը հանդիսատես կանչելու համար, խնդիր կարող ենք ունենալ, եթե PR-ը տարվի հետեւյալ տարբերակով, որ այս տեսակի մարդիկ կան, որոնք ներգրավված են, այսպես հարվածը մի քիչ խղճահարության վրա կգնա, այսինքն հանդիսատեսը կգա նաև դրա համար, որպեսզի գնահատի նրանց ձգտումները, նրանց աշխատանքը եւ այլն։ Բայց վստահ լինելով թե ինչպիսի հոգեբանություն ունեն մարդիկ, թերևս չեն ցանկանա, որ այսպիսի շեշտադրությամբ լինի, չէ՞։ Կարծում եմ, որ այդպիսի շեշտադրում հաստատ չի լինելու, մարդիկ գալու են թատրոն եւ տեսնեն պրոֆեսիոնալ արված ներկայացում եւ գուցե միայն վերջում հասկանան, որ այդտեղ զբաղված են մարդիկ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ։ Մեր նպատակը դա է։ Այստեղ ձեր ասած խղճահարության խնդիր կարծում եմ խղճահարության մասին է խոսքը, երբ վերջին անգամ ես երգչախմբի խղճահարություն բառը փոխարինենք մարդասիրությամբ։ Չէ, ուրիշ մեկնաբանություն եմ ուզում տալ, ոչ թե ասել, որ սխալ ես ասում, այլ երբ վերջին անգամ ներկա գտնվեցի երգչախմբի համերգին, ես խղճահարությամբ լցվեցի շատ այլ երգիչների նկատմամբ, որ տեսնելով նրանց պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, այսինքն այստեղ դու նրանք այնպես էին երգում, որ դու չէիր էլ նկատում ով է կանգնած, այսինքն մի անգամից երաժշտությունը քեզ տանում էր մեկ այլ տեղ, ու դու հասկանում ես, որ վերջին անգամ չգիտեմ երբ էր այդպիսի բան եղել, որ երաժշտությունը քեզ տաներ, այլ ոչ թե ասեիր, վայ, տես ինչ լավ են երգում։ Այդ բանը չկա, այսինքն վստահ եմ, որ այս դեպքում էլ եթե դուք ճիշտ ընտրություն եք կատարել, ապա ներկայացումը այնպես է լինելու, որ եթե խղճալ, ապա շատ այլ դերասանների կսկսես խղճալ, այլ ոչ թե նրանց։ Ես այդ օրինակը վերջերս նորից բերեցի, ինձ համար որպես ռեժիսորի նույն սայլակի վրա նստած մարդը, որ բեմում, հա, կարող է ուղղակի մի կետից մյուս կետը տեղափոխվել, դա արդեն որոշակի զգացողություն է, արդեն որոշակի էմոցիա է, շարժման մի նոր ձև, արտահայտման մի նոր ձև, այսինքն ես այդ հայացքով եմ տեսնում այդ մարդուն կամ այն մարդը, որ լսողության հետ կապված խնդիրներ ունի։ Ցավոք սրտի արագ անցավ ժամանակը, ներկայացումը երբ է լինելու, գոնե դա հասցրեք։ Դեռ չգիտեք։ Ծրագիրը դեռ նոր է սկսվում եւ հիմա մենք պետք է սկսենք այդ տրեյնինգների շարքը, որը կտևի 1 տարի այն առումով, որ պետք է անցնեն տրեյնինգներ, ընտրվի խումբը, հետո խմբի հետ արդեն կաշխատեն մասնագետներ, որպեսզի ձևավորվի հենց այդ ցուցադրությունը, բեմադրությունը, որից հետո արդեն երևի եկող տարի կկարողանանք ներկայանալ անպայման իհարկե։ Միասին այստեղ հայտարարեցինք այս ծրագրի մեկնարկի մասին, որը նոր
նախագիծը, բրիտանական խորհրդային իրականացնում է, շուրջ հավաքելով հրաշալի նվիրյալ մարդկանց, մասնագետների, փոխելու է շատ մարդկանց, պրոֆեսիոնալների կյանքը, ովքեր որոշակի սահմանափակումներ իրենց հնարավորությունների մեջ ունեն։ Եթե դուք հետաքրքրված եք եւ ունեք ցանկություն, կարծում եմ պետք է կապվեք բրիտանական խորհրդի հետ եւ նրանք այս հարցերի պատասխանները ձեզ կտան ու ինչ որ կերպ ձեզ հետ կկապվեն, իսկ իրականում ինձ համար խղճահարության են արժանի այն մարդիկ, ովքեր չգիտեն սիրել, չունեն էմոցիաներ եւ չեն կարողանում արտահայտել իրենց ներաշխարհը։ Այս դեպքում շատ ժամանակ բացարձակ կապ չունի այն նյութական մարմինը, որը մենք կրում ենք, իսկ հոգևոր արժեքների հասնելու համար առաջարկում հետևել այս նախագծին, ու մենք կտեսնենք նրանք ինչ հրաշքներ են գործելու։ Մեծամասամբ հենց այնպես խոսքեր չեն, որ ասվում են գեղարվեստական, գեղեցիկ, այսպես այո, դրված, բայց դե ես աճում եմ քո կողքին, ով չի կարող թևեր առնել։ Եվ այսպես մեր հյուրերն էին Արևիկ Սարիբեկյանը, բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, Վահան Բադալյանը, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ Թենի Մաթյանը, պարուսույց։ Շնորհակալություն, ձեզ հաջողություն ձեր գործում։ Իսկ մենք կհանդիպենք վաղը։ Կհանդիպենք։